Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հերքում է, թե ինքը Սև լճում հրահանգ է տվել նահանջի դիրքերը լքելու, բայց այդ առնչությամբ քրեական գործ կա։ Ինչ կարող եք ասել քրեական գործի վերաբերյալ եւ զինված ուժերում ինչպես է բանավոր հրաման, եթե անգամ եղել է դա կկատարեին, եթե անգամ եղել է, եւ այդպիսի հրաման գլխավոր շտաբի պետի տեղակալը պիտի տար, թե գլխավոր շտաբի պետը։ Ես համաձայն չեմ այդ քրեական գործի հետ, քանի որ դա հերթական իշխանության կողմից կատարված գործն է, դա կապում եմ ես իմ քարոզարշավի հետ, որպեսզի ցեղ շպրտեն ինձ վրա, քանի որ գործող իշխանությունը ես վստահ եմ, որ շատ է պրպտել իմ վրա ինչ-որ գործեր գտնելու կարելու չի կարողացել, սկսել են գեներալ Կարապետյանի անվան հետ խաղալ, դա մեր հասարակության համար արդեն նորմալ է, ընդունված է, քանի որ գործող իշխանությունը սկսում է քրեական գործեր, կեղծ քրեական գործեր կարել, դա չի կարող այդպես լինել։ Սովորել են, լուրջ չեն վերաբերում արդեն։ Այո, միանշանակ ժողովուրդը լուրջ չի վերաբերվում, իսկ հրաման տալը, դա հրամանը դիրք հանելու հրաման է եւ դիրքը մտցնելու, ավելացնելու հրամանը լինում է գրավոր, գաղտնի հրաման է դա։ Գլխավոր շտաբապետը տեղակալը ես չեմ հավատում, որ նման հրաման է տվել, քանի որ ԳՇՊ-ի տեղակալ նախկին գեներալ Կարապետյանը մշտապես ինքը գրոհի կողմնակից է եղել, նա հանձնվող տեսակ չի եղել, նա չէր կարող նահանջի հրաման տալ, դիրք հանելու հրաման տալ, եւ հրամանը դիրքը հանելը կամ դիրք ավելացնելը դա զորամասի հրամանատարի հրամանով է լինում։ Զորամասի հրամանատարը համաձայնեցնում է կորպուսի հրամանատարի գլխավոր շտաբպետի հետ հաստատվելուց հետո գրավոր հրաման։ Այո, գրավոր գաղտնի հրաման է դա լինում։ Եվ հետաքրքիր է, որ գործում ցուցմունք տվողները գեներալներ են, ստացվում է, որ սպաները կարող են նման հարցում այդպիսի լուրջ կեղծ մեղադրանքներ ներկայացնել։ Ես գեներալները ինչ-որ մեկին մի բան են խոստացել ավելի բարձր պաշտոնի տանելու, կամ պարտադրել են գեներալներին, կամ էլ խոստացել են քրեական գործերը ջրեն, որպեսզի կեղծ ցուցմունքներ տան գեներալ Կարապետյանի դեմ։ Իսկ եթե լավ, ընդունենք դա այդ հրամանը տվել է պաշտպանության գլխավոր շտաբպետի տեղակալը, ուրեմն այդ ժամանակվա գլխավոր շտաբպետը կամ տեղում չի եղել, կամ նա ի վիճակի չի եղել զինված ուժերը ղեկավարելու, որպես վերադաս հրամանը տվել է գեներալ Կարապետյանը, իսկ զորամասի հրամանատարը, կորպուսի անտարը ինչու են այդ հրամանը կատարել անօրինական։ Ուրեմն պետք է քրեական գործ հարցի տվյալ զորամասի հրամանատարի վրա, տվյալ կորպուսի հրամանատարի վրա, որ առանց գլխավոր շտաբպետին տեղեկացնելու հանել են մարտական դիրքը։ Եվ նաև, քան որ ասացիք, դուք կապում եք վաղարշապատի ընտրությունների հետ, ընտրողներին ինչ կհորդորեք, հա, որտեղ կան նաև մտահոգություններ, որ մարդիկ կարող է այս ամենից հոգնած, հիասթափված առհասարակ որոշեն շատերը ընտրության չգնալ։ Միանշանակ շատերը չեն գնալու ընտրության, քանի որ Դուք ինչ կհորդորեք։ 30 տարի այդ մարդիկ խաբվել են, կհորդորեն բոլորին գնալ ընտրատեղամասեր նոյեմբերի 16-ին, կատարել ճիշտ ընտրություն, քանի որ նրանց սխալ ընտրության կամ չգնալու դեպքում մենք կորցրել ենք նաև մեր ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։ Քաղաքացիական պայմանագիրը պետք է մերժվի մեր հանրության կողմից։ Ցանկացած համայնքում, վաղարշապատ քաղաքում, Էջմիածին քաղաքում, խոյ խոշորացած համայնքի գյուղերում պետք է մերժվի քաղաքացիական պայմանագիրը։ Ես խնդրեմ մեր ընտրողներին, նրանց ձայնը, ձեր ձայնը, սիրելի քաղաքացիներ, տաք համար 2-ին։ Ես զինվորական եմ, ես գալիս եմ իմ համայնքին ծառայելու։ Ես չեմ գալիս որպես քաղաքապետ աշխատելու։